մի շատ կարևոր հարցի կցանկանամ անդառնամ եւ հավաստիացնեմ մեր հայ ժողովրդին, որ այն հարուստի բջերը նախկին չինովնիկների, պաշտոնյաների, որոնք որ բանակից խուսափել են ինչ-ինչ հանգամանքներով, կապ չունի 30-40 տարեկան կնեն, դրանց վզից ենք բռնելու։ Եվ մենք ապագայում ցուցակ ենք կազմելու եւ այդ ցուցակը հրապարակել ենք, որ դրանց թուլեքը բանակում չեն ծառա եւ կոչ ենք անում թող գան դրանից խոսան 1.5 տարի սարքում եք լավ եք անում բայց այդ բանակից թռած լիժվածքները մեկն էլ ասում ես բանա մեկ էլ հերն է մտնում բա իմ տղուն բան ասես բա ինչ պետք է ասենք կարող է տղետ համասեռամոլա այդ հարուստ օլիգարխներին անակնկալ է սպասվում սաղի տները հաթաթ գնալու ենք ճշտենք եթե իրանց որդին համասեռամոլա թող հայտարարեն մենք էլ ասենք համասեռամոլա ինչ-ինչ հանգամանքներով վախեցել են ուղարկեն ծառայության, որտեղ կարող են դե իր այդ վատ բաները լիներ, այդպես։ Լավ, հերիք չես ժողովրդին խաբեք, թալնեք, կեղեքեք, այդ մեր գյուղացիներին ուղարկեք սահման։ Այս պետությունը քյասիբի տղեն է պահե, տրակտորիստի, այն վարության կանողի։ Սեյրան Օհանյանի տված գարիով են։ Ոչ թե Սեյանի տղեն, այն որ թո Էտել ենք բացահայտելու, այդ ոնց եղավ։ Ֆրանսիայում են հիմա։ Չէ, կռվի ժամանակ բրիգադի հրամանատար, այդ ոնց եղավ ինքը վիրավորվավ։ Իսկ կարող է ինքն իրան ոտից խփել, Սեյրան։ Ռուզիկին է կբարևես։